Օգոստոսի 14-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանն ու ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելի Դավթյանը ներկայացրել են 2026 թվականի առաջին կիսամյակում ծառայության կատարած աշխատանքներն ու արդյունքները։ Արմեն Ղազարյանը ներկայացնելով միգրացիոն քաղաքականության ոլորտում իրականացված փոփոխություններն ու ձեռքբերումները, ընդգծել է, որ ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումն ու վերանայումը։ Մեր նախկին բոլոր ռազմավարական փաստաթղթերում, եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ քաղաքացիության մասով առկա են որոշակի բացեր։ Առաջին անգամ մենք համալիր կերպով վերանայում ենք քաղաքացիության ինստիտուտի հանդեպ մեր մոտեցումները։ Անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ գործընթացն ակտիվ աշխատանքային փուլում է։ Այս տարվա ուրեմն մայիսին մենք ստացել ենք գործողությունների ծրագրի իրականացման առաջին առաջընթացի զեկույցը։ Առաջընթացի զեկույցը բավական դրական է գնահատել Հայաստանի կողմից կատարված քայլերը եւ ներկայացրել է համապատասխան ռեկոմենդացիաներ։ Մենք լիահույս ենք, որ առաջիկա տարվա սկզբին, հուսանք առաջի կիսամյակի ընթացքում մենք կկարողանանք ամփոփել առաջին ֆազայի գործողությունները ամբողջությամբ։ Ընդհանուր միգրացիոն միտումների վերաբերյալ թվային պատկերը ներկայացրել է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելի Դավթյանը։ Առաջին կիսամյակի արդյունքներով միգրացիոն բոլոր գործընթացներում, մասնավորապես մատուցվող ծառայությունների ոլորտում արձանագրվել են դրական միտումներ։ Մենք անցյալ տարին ամփոփելիս հանրայնացրեցինք 8660 թիվը որպես առաջին անգամ գրանցված դրական ցուցանիշ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքերի եւ ելքերի տարբերությունը հերիք չէ դրական էր, բացասական չէր, նաեւ բավականին զգալի էական թիվեր 8660։ Այս տարի մենք 1347 թիվն ենք արձանագրել որպես ելքերի մուտքերի տարբերություն։ Անդրադառնալով կենսաչափական նոր համակարգի ներդրմանը, Նելի Դավթյանը շեշտել է, որ աշնանը կմեկնարկի կենսաչափական նոր փաստաթղթերի տպագրության եւ տրամադրման գործընթացը։ Ունենալու ենք առաջին փուլում 14 գրասենյակներ մասնավորի կողմից բացված, միտում ունենք այս նոր գրասենյակներով նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանել մեր երկրում։ Եթե մեր կենսաչափական անձնագրերը, որոնք տրամադրվեցին մինչև 24 թվականի սկիզբ, արժեին 25000 դրամ, ապա նոր կենսաչափական փաստաթուղթը, որը միանգամայն մրցունակ է աշխարհում իր անվտանգային բաղադրիչներով եւ համապատասխանում է Եվրոպական միության այս պահին գործող ամենաբարձր չափանիշներին, արժանանալու է 28650 դրամ եւ նույնականացման քարտը արժանալու է 5950 դրամ։ Նոր անձնագիրը տրամադրվելու է 10, իսկ նույնականացման քարտը 5 տարի ժամկետով։ Նորությունն այն է, որ ծնողի ցանկությամբ նույնականացման քարտ կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարին լրանալուց հետո նույնականացման քարտ ունենալը անձը հաստատող փաստաթղթի մասին նոր օրենքի համաձայն պարտադիր կդառնա։ Օրենքն ուժի մեջ կմտնի մինչև նոյեմբերի 1-ը։ Անձնագիրը տրամադրվելու է նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին, այսինքն նույնականացման քարտ ունենալը պայման է անձնագիր ձեռք բերելու համար, որևէ պարտադրող բաղադրիչ չենք ունենալու այն իմաստով, որ անձը ազատ է լինելու, դիմելու եւ ստանալու նոր կենսաչափական անձնագիր անկախ իր ընթացիկ փաստաթղթի ժամկետից։ Եթե ցանկանում է առաջիկա 10 տարիներին շարունակել օգտագործել այդ հին նմուշի փաստաթուղթը, որևէ խնդիր չի առաջանալու եւ խոսքն այն մասին է, որ որևէ կետից սկսած դա կլինի աշնանը, ինչպես նշեցի, մենք այլևս դադարելու ենք տպագրել նախկին հին նմուշի փաստաթղթերը։ Ամփոփելով առաջին կիսամյակի աշխատանքը, Նելի Դավթյանը նշել է, որ էական աշխատանքներ են իրականացվել բնակչության պետական ռեգիստրի բարելավման ուղղությամբ։ Մենք ծրագրային ապահովման մշակման փուլում ենք հիմա, օրենքը ընդունվել է, այն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից եւ գալիս է փոխ լրացնելու նոր կենսաչափական համակարգի իրողության պայմաններում անձի իրավական ինքնության կառավարման եւ առհասարակ անձի նույնականացման բոլորովին նոր որակի մեր էկո համակարգը։ Բանախոսները նաև պատասխանել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։
Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրագործման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որը ղեկավարում է ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։ Հանդիպմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կարապետյանը, Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Մկրտչյանը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։ Քննարկման առանցքում էր Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման, առաջին զեկույցում հասարակական կարգի և անվտանգության, արտաքին հարաբերությունների և մարդու հիմնարար իրավունքների ոլորտներին վերաբերող առաջարկությունների կատարման ընթացքը։ Արմեն Ղազարյանը նշել է, որ ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանի համակարգմամբ շարունակվում է գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը և ներքին գործերի նախարարության հանձնառությունն է ապահովել հենանիշների ամբողջական կատարումը։ Ներքին գործերի նախարարության գնահատմամբ արդեն իսկ կատարվել է 3-րդ և 4-րդ ուղղություններով առաջարկություններից բխող 72 գործողություններից 41-ը, իսկ 31-ի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ներքին գործերի նախարարի համակարգմամբ գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների հիմնական շեշտադրումը օրենսդրական և ռազմավարական շրջանակի ձևավորման ուղղությամբ է։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ԵՄ գնահատման առաքելության 2 այց Հայաստան։ Հոկտեմբերին գնահատվելու է գործողությունների ծրագրի առաջին և երկրորդ, իսկ դեկտեմբերին 3-րդ և 4-րդ ուղղություններով արձանագրված առաջընթացը։ Խոսելով կատարված աշխատանքի մասին, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներն անդրադարձել են հանցավորության կանխարգելման ռազմավարությանն ու դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանը։ Նշվել է, որ փաստաթղթերի նախագծերը մշակված են և աշխատանքներ են իրականացվում դրանց հետագա լրամշակման ու ռազմավարության ընդունման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների պլանի նախագծի 3-րդ և 4-րդ ուղղություններով սահմանված գործողությունները։ Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, հստակեցնելով հետագա աշխատանքների առաջնահերթություններն ու միջգերատեսչական համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերը։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Վահագն Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից եւ չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Կառավարությունն իրազեկում է Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ ահազանգեք 112։